Ուրեմն, իրենք այսպես թվեր են ներկայացրել, մենք կատարել ենք 100-ից ավելի փորձաքննություն, դեպքի վայր ենք զննել, մարդկանց տարել ենք սենց, բայց ամենակարևոր հարցերին, երկրորդ հարցին, որ ասում են, լավ, ինչպես եք բացատրում այս ձեր ոստիկանության բռնության կատարումները, ասում են, մենք հունիսի 2024 թվականի հունիսի 14-ից քրեական գործ ենք հարուցել։ Պատկերացնում եք, չէ՞, մի օրինակ իշխանականի ասում են դուք այս անդամահատված ձեռքի համար պատասխան եք տալի, հաջորդ օրը իսկ նրա նկատմամբ քրեական հետապնդումը հարուցվում, 2 տարի է անցել այս վայրագությունից, դեռևս որևէ անձի նկատմամբ քրեական հետապնդում չի հարուցվել, ու սա իրական կամքի բացակայության, գործը իրական քննելու եւ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու կամքի բացակայության ամենավառ ցուցիչն է։ Ու ամենակարևորը չի պատասխանել կառավարությունը այդ հարցերին։ Ո՞րն էր եղել այդ լուսաձայնային նռնակը կիրառելու անհրաժեշտությունը։ Արդյոք այդ լուսաձայնային նռնակը անվտանգության կիրառման կանոն ունեցել է, պայման ունեցել է, դրանք բավարարված եղել են։ Ու ով է այդ հրամանը ի վերջո տվել։ Այդ փաստը արձանագրել են, այդ հրամանի իրավաչափությունը քրեաիրավական գնահատականի արժանացել է, թե չէ։ Ու բնականաբար սրանց պատասխանների բացակայությունը մենք ուղղակի մատնացույց ենք արել, որ անկախ այդ թվերից, թե քանի հոգու են մի տարի հետո գնացել ասել, արի քո կապտուկները տեսնենք, գոյություն չունեցող այլևս։ Այս առանցքային հարցերի պատասխանը կառավարությունը բնականաբար չի տվել։ Եվ ասում են, ինչ է կարել, որ դա այլևս չլինի, մի երկար տեքստ են գրել, էլի եմ ասում, այս վերապատրաստումների մասին, ճիշտ ասած 1-2-ը փորձեցի հասկանալ ինչա տեղի ունեցել, դրանցից ընդամենը մեկն էր, որ կարող էր վերաբերելի լիներ, մի երրորդյա վերապատրաստման կուրս էր, ասում էր մենք ոստիկանությանը բոլորին ասել ենք այ, էլ իմացեք, որ ստանդարտ է սա, բայց պետք է հասկանանք, որ միջազգային ստանդարտներով արդյունավետության մեխանիզմը վերապատրաստումով միայն չի հաղթահարվում։ Դրա համար պետք է լինեն պատասխանատվության մեխանիզմներ, եւ այդ պատասխանատվության մեխանիզմի առկայության լավագույն ցուցիչը վիճակագրությունն է։ Դու քանի հոգու ես պատասխանատվության ենթարկել այսպիսի բռնություն կատարելու համար, որովհետև նույն ասում ենք, չէ, պետությունը երբ որ պետք է լինում մնացածներին լրացնի եւ այլն, Աստված մի արածցե, մի քաղաքացի ոստիկանի նկատմամբ բռնություն կիրառը, երեկվա դեպքը օրինակ կառավարության շենքի մոտ։ Մի անգամից այդ մարդը կձերբակալվի եւ պետությունը իրենց տարբեր խոսափողներով կասի, որ դա անընդունելի է, մենք պետք է ամենախիստ պատժին ենթարկենք այդ քաղաքացուն, որպեսզի մյուսների համար դաս լինի եւ նույնը չանեն, բայց չգիտես ինչու, այդ նույն մոտեցումը չի դրսևորվում, երբ որ ուժ կիրառելու բացառիկ լիազորություն ունեցող կառույցը կիրառում է ապօրինի ձևով այդ ուժը եւ որևէ մեկը դրա համար պատասխանատվության չի ենթարկվում։ Երրորդ հարցին անդրադառնանք, ասում է տերորիզմին ո՞նց է էլի այս ամեն ինչը, լավ, գանք 18 արդարների գործով, ո՞նց է այս ամեն ինչը համապատասխանում ձեր միջազգայինորեն ստանձնած պարտավորություններին մարդու իրավունքի ոլորտում, ինչ եք անում։ Ու այսպես գրել են փոխանակելի, այսինքն ապացույցներ անելու այն ճղճի մեղադրանքը, որը կա այս գործով։ Ասում են 2000-ից ավել մարդ պետք է հավաքագրեն տերորիզմ անել մեջ։ Ես անկեղծ եմ ասում, տրամաբանություն մեջ չի տեղավորվում, ինչպես կարելի է այն քաղաքում, որտեղ ամեն մեկը, այսպես ասած, փոքր քաղաք է, մեկը մյուսին ճանաչում է, մոտավորապես 1 միլիոնանոց քաղաքում 2000 հոգով պլանավորել ահաբեկչություն ու դրա մասին ոչ մեկ չիմանա։ Ու իրենք լավ ասեցինք ներպետական մակարդակում գրել եք, էլի, բայց գոնեք դուրսը մի ասեք, հայտարարակ չլինենք, էլի, բռնել գրել են։ Ասել են այդ նույն մեղադրանքները առանց որևէ փաստական այդ առանցքային տվյալի շեշտման, լավ էս ամեն ինչի մեխը որն էր, ինչի հենց ահաբեկչություն։ Եվ մի հատ էլ գրել են, որ մենք ամբողջ ընթացակարգերը պահպանել ենք, Արթուր Սարգսյանին սահմանված կարգով անձեռնմխելիությունից զրկել ենք եւ այլն, բայց դե բնականաբար մենք տեսնում ենք
մեր հարկ ենք համարել նշել, որ այդ պրոցեսները տեղի են ունեցել բացառապես իշխող կուսակցության քվեների միջոցով։ Մի շարք հարցերի, հաջորդող հարցերին, երբ որ ինչը վերաբերում է կոնկրետ, այսինքն դրանից բխող արարք եւ միջազգային իմաստով տերորիզմի սահմանում, կառավարության պատասխանները այնքան առարկայազուրկ են եղել, որ մենք նույնիսկ հարկ չենք համարել դրանք մեկնաբանել, կարծում ենք, որ ՄԱԿ-ում բավական գիտակ մարդիկ են նստած եւ առանց լրացուցիչ մեկնաբանության դրանք կարող են հասկանալ։ Եվ ամփոփելով այս վերջին մասով, թե ինչքանով են օրինակ համապատասխանում հիմիկվա առկա խափանման միջոցները մի միջազգայինորեն ճանաչված ստանդարտներին մի կարևոր դիտարկում ենք արել, որ հիմա այս ամբողջ երբ որ մեդիա տերորը ավարտվեց, փորձեցին այդ կլիշեները սփռել եւ մարդկանց մեկուսացնել քաղաքական պրոցեսներից, ինչ իրավիճակ ունենք։ Ամենաառանցքային դերակատարում ունեցող մարդիկ 18 արդարներից, չնայած որ իրենց բոլորի մեղադրանքը նույնական է, գտնվում են տնային կալանքի պայմաններում, մյուսների նկատմամբ կիրառված է վարչական հսկողություն մարդաշատ վայրեր այցելելու պայմանով։ Եվ ճիշտն ասած, նույնիսկ պրոբացիայի ծառայությունը հարցրել է, ասել է, այդ մարդաշատ վայր ասելով ինչ նկատի ունեք, մինչև հիմա այդ պատասխանը չի տվել։ Մինչև հիմա այդ պատասխանը չեն տվել դատարանի կողմից, եւ սա եւս մենք ներկայացրել ենք որպես քաղաքական իրավունքների խախտում, որովհետեւ այդ մարդաշատ վայրեր այցելելու արգելքը, եթե թարգմանենք հայերեն, կստացվի մի արեք եւ մի մասնակցեք ցույցերի։